Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր հաղորդումները կարող դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել, մեկնաբանել, կիսվել, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ադրբեջանում շարունակվում է անպատժելիությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար, ասված է Amnesty International-ի մարդու իրավունքների վիճակը աշխարհում 2025 թվականի ապրիլյան զեկույցում։ Իդեպ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը կրկին դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացված ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության ավելի քան 100,000 մարդու տեղահանմանը եւ մինչ այսօր չի ապահովում նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը իրենց պատմական ծննդավայր, ասված է Amnesty International-ի մարդու իրավունքների վիճակը աշխարհում 2025 թվականի ապրիլյան զեկույցում։ Եվրոպական խորհրդարանի անդամները ելույթ ունենալով Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում բարձր են գնահատել Հայաստանի Եվրամիությանը միտված ջանքերը։ Եվրամիության խորհրդարանի падգամավորներ Միրիամ Լեքսմանը բարձր է գնահատել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ջանքերը։ Նա իր ելույթում շեշտել է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը գնահատում է Թուրքիայի հետ Հայաստանի կառուցողական երկխոսությունը, հատկապես այս օրերին, երբ հիշատակվում է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում եւ գնահատում ենք Հայաստանի ջանքերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում, չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին իրենց պատմական հողերից։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին անհապաղ եւ առանց նախապայմանների ու նաեւ հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հայկական փոքրամասնության երաշխավորված իրավունքի մասին, եզրափակել է падգամավոր Միրիամ Լեքսմանը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Մենք հարգանքով ենք հիշում 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ զոհ գնացածների հիշատակը, ասված է Թուրքիայի Դիարբեքիրի փաստաբանների միության հայտարարության մեջ։ Մենք հավատում ենք, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կարող են հաղթահարվել դրանց դեմ առերեսվելով եւ ճշմարտությունը բացահայտելու գործընթաց սկսելով ապագայի համար, որտեղ գերակշռում են խաղաղությունը եւ մարդու իրավունքները, ասված է Դիարբեքիրի փաստաբանների միության հայտարարության մեջ։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ քլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։
Ադրբեջանցիները շարունակում են նավիրել Արցախի հայկական ժառանգությունները, նկարներից երևում է, որ պղծվել է օկուպացված Ստեփանակերտում գտնվող եղբայրական գերեզմանոցի տապանաքարերը։ Իրենց տարածած տեսագրության մեջ պարզ երևում է, որ շիրմաքարի վրա միտումնավոր վնասված են ազատամարտիկների դեմքերի աչքերը եւ բերանը։ Որոշ տապանաքարեր էլ կոտրված են։ Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո ուղղակիորեն ոչնչացվում է։ Հայկական մշակութային ժառանգության, այդ թվում գերեզմանոցների պղծումը հակասում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, որի համաձայն Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կանխի եւ պատժի հայկական մշակութային արժեքների դեմ կատարվող ցանկացած վանդալիզմ։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բացնամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան հայրենիք։ Բալասանյանը հիշեցրել է, որ ընթացիկ տարում նշվում է նացիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակը, շեշտելով, որ այդ պատմական եւ միացյալ ձեռքբերմանը մասնակցություն են ունեցել նաեւ հայ ժողովուրդը եւ այդ պայքարում մասնակցած 90,000 հայերից շատերը արցախցիներ են եղել։ 29 Ղարաբաղցի դարձել է Խորհրդային Միության հերոս եւ հազարավոր զինվորներ պարգեւատրվել են մարտական շքանշաններով եւ մեդալներով։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով ենք ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք եւ շուտապույտ գործնական քայլեր կձեռնարկվեն փրկելու հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունները եւ այդ թվում նաեւ հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ, որոնք այսօր կանխամտածված պղծվում եւ ավիրվում են ադրբեջանցիների կողմից, ասված է Վիտալի Բալասանյանի նամակում։ Արձագանք հեռուստաընկերությունը, որը գործում է 1996 թվականից, նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Նկարահանումներ եւ լուսապատկերներ, դրոն, ֆոտոբուֆ եւ այլ ծառայություններ։ Վերջին 3 տարում մեր նկարահանումները ճանաչվել են լավագույններից Միացյալ Նահանգներում։ Այցելելով մեր կայքը www.amvideophoto.com կտեսնեք ժամանակակից հնարքներով ստեղծված գեղեցիկ աշխատանքները։ Առաջարկում ենք ճկուն գներ եւ մասնավոր զեղչեր մեր հեռուստադիտողների համար։ Զանգահարեք մեզ այսօր 917 446 7375 հեռախոսահամարով ձեր միջոցառումը անմոռանալի դարձնելու համար։ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Միացյալ Նահանգների քաղաքացիներին, որոնք գտնվում են Հայաստանում, կոչ է անում Հայաստանի տարածքով ուղևորությունների ժամանակ մշտապես հետևել լուրերին, հայտնում է Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Նա նաև հիշեցրել է Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին։ Միացյալ Նահանգների քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում դեսպան Քվինը Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքացիներին ներկայացրել է մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ եւ հատկապես սահմանամերձ շրջաններ գնալուց հետևել լուրերին, ասված է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանատան գրառման մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։
Արձագանքին կից գործող էին վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ ազնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո։ Պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։